Սպիտակ տան խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Ռուսաստանի նախագահի ակնկալվող հանդիպմանը։ Քերոլայն Լևիթի խոսքով ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղության ուղղությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում։ Այժմ Ուիթկոֆն ուղևորվել է Մոսկվա, հարկավոր է շփվել հակամարտության երկու կողմի հետ, էլ մանրամասնել է Սպիտակ տան խոսնակը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններին ներգրավված է նաև եվրոպական կողմը։ Ժան-Նոել Բարոնն նշել է, որ կարգավորման ամերիկյան ծրագիրը հաջողվել է էականորեն փոփոխել և ստիպել Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մշակման հարցում գործակցել Եվրոպայի հետ։ Ռուսաստանի նախագահն այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետերից մեկը։ Կրեմլից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և այլ պաշտոնյաներ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել մարտի դաշտում իրավիճակը։ Զեկուցվել է Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում առաջխաղացման և Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքը, նաև Պոկրովսկը գրավելու մասին։ Ուկրաինական կողմը չի հաստատում այս տեղեկությունները։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը նաև հրահանգել է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը ձմեռվա համար։ Ուկրաինական կարգավորման բանակցություններին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին, նա հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։ Միայն այս թեման քննարկվել է 6 ժամ, խաղաղության ծրագիրն արդեն ավելի լավ տեսք ունի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևի առաջնահերթությունը անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումն են։ Պատերազմը պետք է արժանապատիվ հանգուցալուծում ստանա, առաջիկայում շատ բան կարող է փոխվել, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են, հավելել է նախագահը։ Նրա խոսքով թեժ մարտեր են Պոկրովսկում։ Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի կետի, երբ սպառնում է Սև ծովում անվտանգությանը։ Մեր տնտեսական գոտում կոմերցիոն նավերի խոցումը վկայում է էսկալացիայի մասին, նշել է Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի ափերի մոտ թիրախավորել է Ռուսաստանի ստվերային նավատորմի 2 լցանավ, որոնք ռուսական նավթ տեղափոխելու համար ներառված են Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։ Ուկրաինան նախկինում ևս հարվածել է Սև ծովում ռուսական լցանավերի, սակայն ոչ թուրքական ջրերում։ Կաբինետի նիստում Էրդողանը խոսել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին։ Նրա խոսքով, չնայած առկա խոչընդոտներին, եվրաինտեգրումն Անկարայի ռազմավարական առաջնահերթությունն է։ Իսրայելական ուժերը շարունակել են Գազայում ռազմական գործողությունները, նշվում է, որ թիրախային հարված է հասցվել Իսլամական ջիհադ խմբավորման առաջնորդին։ Նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին հրավիրել է այցելել Սպիտակ տուն։ Դոնալդ Թրամփը և Բենյամին Նեթանյահուն վերջերս հեռախոսազրույց էին ունեցել, նշել Համասի զինաթափման և Գազայի հատվածի ապառազմականացման կարևորությունը։ Երկու երկրի ղեկավարները նաև քննարկել են տարածաշրջանի երկրների հետ խաղաղության համաձայնագրերի ընդլայնման հարցը։ Դիանա Գասպարյան, լուրեր։